Կներես ինձ Հայկ։ Կներես։ Հայկ, կներես, բայց հետո կխոսենք։ Նեղացած ես։ Չէ, նեղացած չեմ։ Բայց երևում է, որ մի տեսակ ես։ Հա, ու հենց դրա համար է բերել ես տեղ, որ տրամադրությունս բարձրացնես։ Շատ խելացի ես, որովհետև անցյալ անգամ 100%-ով աշխատել է, համոզված եմ այս անգամ էլ աշխատելու, համ էլ նոր տեսականի եմ ստացել։ Հա, բայց այս անգամ ես եմ ընտրելու։ Ես արդեն պատկերացնում եմ այս տարին սիրուն նոր տարի ալինելու։ Ես արդեն պատկերացնում եմ քո Instagram-յան սթորիները։ Ճիշտ ես, բայց դու սկսել ես իմ դուրը գալ, որովհետև ամեն ինչ ճիշտ ես հասկանում։ Կլինի ես էլ վերցնենք։ Հա, սիրուն է։ Այս սիրուն բաների հետ պետքա նաև նոր սպասք վերցնել։ Ճիշտ չեմ, համամիտ չես։ Համամիտ եմ, ինչի ուրիշ տարբերակ կա։ Դե սկսենք խաղալիքներից, հետո գնանք սպասքի բաժինը, հա։ Ինձ գնալով դուր է գալիս այս առևտուրը։ Այ որ իմ հետ շատ շփվես, ճաշակդ ավելի կբարձրանա։ Լիլի ջան, ես քեզնից բան եմ ուզում հարցնեմ, չնայած գիտեմ, որ ճիշտ է չես պատասխանելու։ Տատս գիտես ինչ էր ասում, որ մի բանը գիտես պատասխանել, ինչի ես հարցնում։
Այնպես որ ճիշտ է այդպես է, մի հարցրու, որ իզուր չնեղանաս։ Չես պատկերացնի ոնց եմ ուզում հասնեմ տուն ու տեսնեմ ինչեր եմ գնել, սիրուն հանեմ, շարեմ։ Ձեր տան մոտ է միջի։ Ձեր տան մոտ է միջի։ Ալո, Հայկ։ քնած չէիր, չէ՞։ Հայկ չէ, քնած չէի, բայց դու ինչի ես եկել այս ժամին ստեղ։ Դու հասկանում ես, որ ամեն րոպե քեզ կարան տեսնեն։ Խելագարվել ես։ Իջին արը, միջև չգաս ոչ միտեղ չեմ գնալու։ Լույսը կբացվի, կտեսնենք իրար։ Չէ, հենց հիմա պիտի իրար տեսնենք։ Նա, եթե դու չգաս, ես մի ձև կգտնեմ ու կբարձանամ ձեր տուն։ Վայ, Հայկ։ Լավ, սպասի գալիս եմ։ Հայկ, ինչի ես այս ժամին եկել։ Դու չես հասկանում, որ ամեն րոպե քեզ կարան տեսնեն։ Լույսը չէր բացվելու։ Նենց թողեցիր գնացիր նարը, չէի կարա սպասեի մինչև լույսը բացվեր։ Չէ, անկեղծ եմ ասում, շատ լավ եմ, ամեն ինչ նորմալ է։ Շատ սիրուն տեսք ունես։ Որ մի քանի րոպե լուրջ զանգեիր, արդեն քնած էի լինելու։ Արի գնացինք։ Ուր։ Չեմ փախցնում հանգիստ տեղի։ Դեռ չեմ փախցնում։ Հա, բայց ուր են գնում։ Արի կասեմ։ Արի։ Գժվել ես։ Որ քեզ մնա չես շարժվի տեղից հետ։ Հայկ, ես ուր ենք եկել։ Վախենում ես։ Չէ, ես քո ոչ մի բանից չեմ վախենում։ Հա, ես ինձ պետք որ լսեի։ Արդեն կարանք գնանք։ Ինչ սիրուն է։ Դուրդ գալիս, հա։ Այդ հարցը որ տալիս ես, հա, իհարկե դուրս գալիս է, հատկապես սենց այս լուքով շատ համապատասխան է, ռոմանտիկ միջավայրը։ Ես քեզ ամեն ոճով էլ սիրում եմ։ Փաստորեն լավ անադառնում, հա, որ մենք վիճում ենք։ Իմանում հետո չշուտ կկռվեմ։ Չէ, Նարե ջան, շատ վատ է անդրադառնում։ Ես այսօր ամբողջ օրը տեղս չեմ գտել։ Ու որ զանգում էի, զանգերից չէիր պատասխանում, չգիտեմ, գժվում էի, չգիտեի ինչ անեի։ Հայկ, կներես։ Ես հասկանում եմ քեզ,
Ես էլ չեմ ուզում, որ վիճենք ու ես էլ եմ ես մի քանի ժամվա ընթացքում շատ վատ եղել։ Ես երբեք չեմ ուզում, որ մենք իրարից հեռու լինենք։ Դրա համար էլ հիմա եկել ենք ստեղ։ Ես ուզում եմ ասեմ, որ գիտեմ, թե ինչքան դժվար է լինելու իմ ու քո համար ու ինչքան բարդ է իմ ու քո միությունը։ Երկուսս էլ այդ շատ լավ հասկանում ենք, որ այս երջանկությունը մեզ տենց հեշտ չի տրվելու։ Բայց ամենակարևորն է նա, որ երկուսս էլ պատրաստ ենք անցնենք այդ դժվարությունների միջով։ Դու այսօր ասեցիր, որ հոգնել ես այս թաքուն հանդիպումներից։ Հավատա, ես էլ եմ հոգնել։ Ինչ ես անում։ Եթե այս մատանին հիմա դու վերցնես, այդ իմ ու քո հարաբերությունների առաջին պաշտոնական նշանը կլինի։ Ես չեմ ուզում առանց քեզ ապրեմ։ Ու խոստանում եմ քեզ, որ ամեն ինչ վերցնում եմ իմ վրա։ Ամեն ինչի համար պատասխան ես եմ տալու։ Չեմ ուզում մի րոպե կասկածես, որ ես քեզ սիրում եմ, Նարէ։ Ու ուզում եմ իմանաս, որ այս կյանքի բոլոր հարվածներին ես պատրաստ եմ։ Պատրաստ եմ մենակ թե դու կողքիս լինես։ Պատրաստ եմ ամեն ինչին դեմ գնալու։ Մենակ թե կողքիս եղի, Նարէ։ Նարէ։ Հայկ, եթե իմ քայլերն են դրդել, որ դու սրան գնաս, այս ճիշտ չի հասկանում ես հիմա այս մատանին։ Չէ, Նարէ, այս մատանին իմ ու քո համար է։ Այս ամուսնական մատանի չի։ Այս մատանին նրա համար է, որ ես ու դու ամեն ինչ իմանալով հանդերձ հասկանանք, որ դու իմն ես, ես էլ քոնը, ու ոչ մի բան չի կարա փոխվի։ Ամուսնական մատանու հերթն էլ կգա։ Ես հասկանում եմ քո վախերը։ Ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, Նարէ։ Ես ուղղակի չգիտեմ ինչ ասեմ քեզ հիմա։ Կզարմանաս, բայց ես էլ եմ վախենում։ Որովհետև եթե սխալվեցի, կորուստս դու ես լինելու։ Դու ինձ երբեք չես կորցնի։ Ուրեմն ընդունի ես։ Ու վախերդ էլ, ցավերդ էլ ամեն ինչ տուր ինձ։
Մեր կենացը։ Քո կենաց։ Գիտեմ, որ լսել ես, գիտեմ, որ ասել եմ քեզ, բայց ես պատրաստ եմ 1000 անգամ կրկնել, որ սիրում եմ քեզ։ Շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում քեզ։ Տպավորությունն է, որ հեսա մաման կմտնի սենյակ, ինձ կարթնացնի ու ես կհասկանամ, որ երազում եմ։ Բայց մեկը զարմանում եմ, գիտես, ամեն անգամ։ Ոնց է քո մոտ ստացվում ինձ հողից կտրալ։ Ու անգամ այն դեպքում, որ ես ընկնելու եմ, հետո շատ ավելի ցավոտ լինելու, ես մեկա քո հետ չեմ վախենում ոչ մի բանից։ Ես քեզ շատ եմ սիրում։ Չգիտեմ, ես խմիչքից է, մամերից, թե ռոմանտիկ միջավայրից, բայց ես քեզ ուզում եմ ասեմ, որ ես քեզ շատ շնորհակալ եմ, որովհետև քո շնորհիվ ես հիմա ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Ինձ թվում էր, որ ես այլ կյանքում ոչ մեկի չեմ ասի ես։ Բայց հիմա եմ ասում քեզ ու խոստանում եմ, որ կյանքում ոչ մեկի չեմ ասելու էլ, որ սիրում եմ։ Կամ դու ես, կամ ոչ մեկ։ Դед Սաքո։ Տենց էլ գիտեի, որ ստեղ ես։ Ես դու տուն չես գնացել։ Գնացել էի։ Ուղղակի ես կողմով էի անցնում, տեսա որ ամեն մեքենան կանգնեց ան։ Հասկացա, որ էլի ստեղ ես մնացել։ Ձյադ Սաքո, ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, Արմո։ Ամբողջ օրը օֆիսում ես, տուն չես գնում։ Օֆիսում ես ու օֆիսին վերաբերող հարցերի մեջ չես էլ խառնվում։ Նորմալ է, չէ՞ որ անհանգստանում։ Մենք հո իրար օտար մարդիկ չենք։ Արմո, շատ կարևոր է, որ ամեն մարդ իր գործով զբաղվի։ Ձյադ Սաքո, հիմա ասածս կարա շատ կոպիտ հնչի, բայց ամեն դեպքում պետք է ասեմ։ Ես տեսնում եմ։ Գիտեմ, որ մի բան եղել է, բայց ես քեզ ոչ մի հարց չեմ տալիս այդ մասով։ Ճիշտ ես չգիտեմ ինչ է եղել։ Բայց այդ ամեն ինչի արդյունքում քո աչքի շատ կարևոր բաներ են վրիպում, որոնք որ պետք է իմանաս։ Ինչ նկատի ունես, Արմո։ Ձյադ Սաքո, մի քիչ կոպիտ կհնչի, դրա համար նախապես ասում եմ կներես։ Այս քո վիճակից նարենը օգտվում է։ Դու առաջվա պես կողքը չես ինքնել քայլեր անելուց առաջ շատ չի մտածում։ Ինձ թվում է դու հասկանում ես ինձ։ Հայկես միջավայրը դու ու ես ընդհանրապես չեմ համապատասխանում։ Ես իմ ամենավատ երազներում մեջ էի տեսնել, որ իմ սիրած տղան այս տեսքով է ինձ առաջարկություն անում ու մատանի դնում մատիս։ Դու այսօր քո մնացած բոլոր օրերից ամենասիրունն ես։ Փաստորեն դու լավ սուտ ես խոսում։ Չէ, ուղղակի դու քեզ կողքից չես տեսնում, նենց ոնց ես եմ տեսնում։ Փաստորեն համել ռոմանտիկ ես։
Ոնց էիր ասում, կարող է այս խմիչքը կամ մոմերը կամ միջավայրը ազդեցին, որ դարձա ռոմանտիկ։ Ինչ լավ գիշեր է։ Կուզում երբեք չավարտվի այս պահը։ Կուզում լույսը ընդհանրապես չբացվի։ Դու հասցրել ես լավ պատրաստվել։ Դե որովհետև ես գիտեի ուր եմ գալու։ Ամեն ինչ լավ է լինելու։ Դու ուզում ես որ ոչ մի բանի մասին չմտածես։ Իմանաս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինձ ես խոսում, որ տպավորությունը ինչ-որ բանի է սպասում։ Ինչ-որ բանի չէ։ Ինչ-որ մեկի։ Ում։ Դե այսօրվա երեկոն դրա մասին չի, բայց կասեմ։ Որ քուրիդ եմ սպասում։ Հորքուրը ինչ կապ ունի։ Հորս հարցը նարը իմ կոկորտին է կանգնած։ Ես պիտի ամեն գնով իմանամ ինչ ա եղել։ Միջև ինչ-որ քայլ անելը ես պիտի մանրամասներն իմանամ։ Ես վստահ եմ, որ հերդ գիտի։ Հերդ գիտի ուղղակի ինձ ոչ մի բան չի ասելու։ Դու սպասում ես, որ ինչ-որ բան իմանաս ու միջև չճշտես, քայլ չես անի։ Այսինքն հնարավոր է, որ մեր սերն էլ էր, հա։ Սխալմունք։ Դու գժվեցիր։ Ինչ ես խոսում։ Դու ընդհանրապես ինչ կապ ունես այս պատմության հետ։ Ու շատ հնարավոր է, որ ինչ-որ ժամանակով ես ու դու ստեղից գնանք։ Շատ հեռու գնանք։ Գնանք ու հանգիստ ապրենք մեր կյանքը։ Ես չեմ կարա սխալվեմ։ Միջև մեր գնալը պիտի ոչ մի կիսատ հարց մնացած չլինի։ Ու իմ հարցերի պատասխանները մենակ մի հոգի կարա տանար է։ Ու այդ հորքուրը տա։ Չեմ էլ հարցնում նորություն ունես, թե չէ, որովհետև գիտեմ, որ ունենայիր, հաստատ ինձ ասելու էիր։ Կարող է ուտենք մի բան։ Չէ, Հայկ, արդեն լույսը կբացվի, պատկատուն գնանք։ Ոնց չեմ ուզում, որ գնաս մոտիցս։ Ես էլ։ Մի մտածի ոչ մի բանի մասին։ Ամեն ինչի մասին մենակ ես պիտի մտածեմ։ Ձյաձ իմ ասածը սխալ մի հասկացի։ Դու շատ լավ գիտես Նարեն ով է իմ համար։ Դրա համար էլ այսքան անհանգստանում եմ։ Այս պահին բաներ կա, որոնք որ դու չես նկատում։ Եվ Չհասկացա։ Արմոն, ուզում եմ ասացիդ իմաստը հասկանալ, ասացիդ իմաստը։ Ինձ թվում է երկուսը շատ լավ հասկանում ենք, թե ինչի մասին եմ խոսում։ Հա։ Ուրեմն արի հստակ մի բան ձևակերպենք։ Որ սրանից հետո այս թեմային այլևս չենք անդրադառնալու։ Դու, Արմո, էլ Նարեի անունը չտաս ու չխառնվես իմ աղջկան վերաբերող բոլոր հարցերին։ Չհասկացա։ Բացատրում եմ ավելի պարզ։ Բայց ձյաձ Նարեն քեզ չի սիրում։ Դու ոչ մի բան չկարողացար անել, որ Նարեն գոնե քո կողմը նայի։ Դու, Արմո, Նարեից հեռու ես մնում ու Նարեի անունը չտաս։ Ոչ դու, ոչ էլ ինչ-որ մեկը իմ աղջկա ճիշտն ու սխալը չի որոշելու։ Սխալը անում, լավը անում։ Այդ ես պիտի որոշեմ։ Եղավ, Արմո։ Դու առած սենց չէիր խոսում հետս։ Հիմա սենց եմ խոսում հետդ։ Բարի գիշեր, Արմո։ Կամ էլ արդեն բարի լույս։ Ինքը իրա
ասելու ձևը Հայկ, ես չգիտեմ ես էմոցիաները թողնելու եմ քնեմ թե չէ, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ ես քեզ շատ եմ սիրում, ու ես քեզ շատ շնորհակալ եմ, որովհետև ես այսօր քո միջոցով հասկացա, թե ինչ է այն երջանկությունը, որի մասին նկարահանվում են այդքան ֆիլմեր, գրվում են գրքեր, լույսը կբացվի, մենք այս ռոմանտիկները էլ չենք լինի, բայց քանի լույսը չի բացվել, ես քեզ ուզում եմ ասեմ, չգիտեմ վաղը մեզ ինչ է սպասվում, բայց ես հիմա ինձ աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ համարում։ Ես հիմա ինձ աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ համարում։ Ես ինչի քնած չես։ Քեզ ես սպասում։ Լույսը հեսա կբացվի, Միքո։ Հա, գիտեմ։ Դե, որ այսքան չես քնել սպասել ես, ուրեմն կարևոր բան պիտի ասես։ Առիթի էիր, թե իմ գործը չի։ Առիթի էի։ Ինչ կա ասա։ Սոնայի պահով եմ ուզում հետդ խոսամ, բայց նենց որ քեռին չիմանա։ Հայկո ես տեղս չեմ գտնում։ Հասկանում եմ, որ պիտի մի բան անեմ, բայց չգիտեմ թե ինչ։ Միքո, խոսալու ես թե չէ։ Հայկո ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ Սոնան մեզ բոլորիս խաբում է ու գնում գալիս է այդ վռամենց։ Մեզ բոլորիս մատերի վրա խաղացնում է, բայց կապը պահում է այդ Ադամյանների հետ։ Էս են դեպքն է, որ ոչ ջղայնանալու է, ոչ էլ երեխա է, որ տունը փակենք չթողենք տնից դուրս գա։ Բայց պիտի մի բան մտածենք անենք։ Ինքը չի հասկանում, բայց այս շատ լուրջ խնդիր է մեր համար։ Այս իմ, քո, Սոնայի ու բոլորիս արժանապատվության հարցն է։ Հաստատ չի կարա մեր ու այդ Ադամյանների մեջ ինչ-որ կապ լինի։ Սոնան ուղղակի սիրահարված է։ Հետո։
Դու ինչ ասում ես, ճիշտ ես ասում։ Ինչ ասում ես, ես հասկանում եմ քեզ, Միքո։ Բայց բաներ կան, որ այս կյանքում մենք չենք որոշում։ Սոնան իրոք սիրահարված է։ Ու սենց դեպքերում ինչքան շատ ես արգելում, այդքան ավելի այդ արգելված մարդու մոտ գնալը քաղցր է լինում։ Ես գիտեմ նորմալ բան ես ասում։ Այսքան դրե սպասել եմ քեզ, որ գաս այս հարցի լուծումը գտնենք։ Դու դրե արդարացնում ես Սոնային։ Հիմա ինչ։ Ուզում ես ինձ համոզես, որ Ադամյանները քո համար թշնամի չեն։ Միքո, թշնամի են։ Իհարկե թշնամի են։ Ու գլխավոր թշնամին Սաքոնն է։ Հայկո, գլխավոր երկրորդական թշնամիներ չեն լինում։ Դրանք բոլորն են նույնն են։ Ոչ մի բանով իրարից չեն տարբերվում։ Այս աշխարհում մարդիկ կան, որ իրանց մեղքի բաժինը չունեն այս պատմության մեջ։ Բայց ինչա որ այդ ազգանունն ունեն, Միքո, անկախ իրանցից ընկնում են այս պատմության մեջ։ Օրինակով Նարեն Դու էլ ես դրանց հետ կապդ պահում։ Դրա համար էլ արդարացնում ես Սոնային։ Այդ երբ վանից թշնամուն սիրելը նորմալ դառավ։ Իսկ արժանապատվություն, հիշողություն ունենալը սխալ։ Պետք չի թացը չորի հետ խառնել։ Ստեղ թաց ու չոր չկա։ Ստեղ կամ կա, կամ չկա թասիբ։ Հայկո, դու սիրում ես այդ Ադամյանների աղջկան։ Դուք իրար հետ ինչ-որ կապ ունեք, դրա համար ես Սոնային արդարացնում։ Միքո, ես ոչ մեղադրում եմ, ոչ էլ արդարացնում եմ։ Դու գիտես, որ շատ բաներ կան, որ մեր որոշելով չի լինում։ Ու կարա ամեն ինչ գնան հենց ոնց որ դու չես պլանավորել։ Ու որ հետո ուզում ես ուղես չի ստացվում։ Փաստորեն սիրում ես դրան։ Անունը Նարե է, Միքո։ Բայց երակներում Ադամյանների արյունն է հոսում։ Այն Ադամյանների, որ մեր ընտանիքը քանդեցին հիմքից։ Միքո, Նարեն ոչ մի բանի հետ կապ չունի։ Հա, ես Նարեին սիրում եմ։ Սիրում եմ, Միքո։ Ես էլ Նարեն էլ հասկանում ենք, որ սենց չպիտի լիներ։ Ու նենց չի, որ մենք երազել ենք այս սիրո մասին։ Նենց չի, որ որոշել ենք, որ պիտի իրար սիրենք։ Չէ, ստացվել է։ Ստացվել է, Միքո։ Դու էլ մեծ տղա ես, ես քեզ չպիտի բացատրեմ ինչը ոնց է լինում։ Հիմա կարաս ինձ օգնես։ Ասում եմ ստացվել է։ Օգնի մոռանամ այս ամեն ինչը։ Կարաս։ Ես ձևը չգիտեմ այս ամեն ինչը մոռանալու։ Չգիտեմ, Միքո։ Օգնի ինձ։ Ինչքան էլ որ ձև գիտեմ, փորձել եմ։ Փորձել եմ, բայց մենակ հակառակ էֆեկտն է տվել։ Ու դու եմ մարդն ես, որ մեղադրում է իր պապային, ինչ որ մեղադրանքներ է իր ասում։ Պապան, որ Լալային սիրեց, մեջտեղում հələ սենց հարցեր չկար։ Բայց դու Հայկո, Նարեն բացի նրանից, որ Ադամյանը, նաև Արփիի մոտիկ ընկերուհին է եղել։
կամ քուրը։ Իմ ու քո պապը գնացել չոքել այդ Ադամյան Սաքոյի դեմը։ Դու Նարեի աղբորն ես սպանել։ Հիմա Նարեի հետ սեր ես խաղում։ Երբ սենց շուռ եկավ այս աշխարհը, ես չեմ հասկանում։ Ու ես եմ տարօրինակ, որ չեմ կարողանում հասկանամ, ոնց կարա մարդու արժանապատվությունը, հիշողությունները ոտնատակ անել ու գնալ։ Նենց չի, որ ես սրա մասին եմ երազել։ Բայց հիմա հասկացել եմ, որ այն ինչը իմն է, պիտի միջև վերջ դեր կանգնի։ Ինչը քոնն է։ Քեզ երկու բան է մնացել, երկու հոգի ընտանիքիցդ։ Բայց ոնց հասկանում եմ, մետել ես կորցնում։ Էս էլի ընտրության ու որոշման հարց է, ոնց 6 տարի առաջ էր։ Ուղղակի տարբերություն այն ժամանակվա, հիմա ոչ դու ես երեխա, ոչ ես։ Ու էլի քո ընտրությունը ընտանիքը չի։ Ու հետո չասես, որ ես էգոիստ եմ։ Նիկո ձևը գիտես։ Հա? Ձևը գիտես։ Ասա ես էլ իմանամ։ Ինչ ուզում ես արա, բայց իմ հետ գործ չունես։